Բրիտանիայի թագավորի Չարլզի եղբայրը Անդրուն իր երկրորդ եղբայրը ուրեմն առաջինից մի հատ փոքր մի հատ էլ եղբայր ունի թագավորը համենայնպես փորձանքի մեջ էս մեկն անգնում Անդրուն ընդհատ որտեվ շատ հպարտ եւ շատ sense մեծամիտ կորոզ մարդ հարաբես այդպիսի ռեպուտացիա ունի ձերբակալվել է հիմա ինչի է ձերբակալվել նախ եւ առաջ սա սենսացիա որ որևէ ռոյալ ընտանիքից որևէ մեկը ձերբակալվի հա դա այդպես բան վաղուց չի եղել վաղուց որ ասում եմ 400 տարի առնվազն, հա, եւ դա վերջի անգամ Բրիտանիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ թագավորի կամ ռոյալիստների եւ պարլամենտի եւ նրանց կողմնակիցների պարլամենտականների, որոնց կլորագլուխ էին անվանում, որ պատմությունից հիշում է, միջև պատերազմ սկսվեց փաստորեն եւ թագավորի վերջում պարլամենտի ժողովուրդ Բրիտանիայի մեղադրեց, որ դու օտար երկրի զորքեր բերեցիր քո ժողովրդի դեմ կռվելու համար եւ դրա համար գլուխ կտրեցին թագավորի Չարլզ առաջինն էր դա այդպիսի բան վաղուց չի եղել որ ինչ որ պենել պրինցը ինքն թակու որդին օրմացոկի եւ դյուքս որին այդ կոչումը տվել էր իրեն թակուհին մի խոսքով ձերբակալվեց եւ տարել են ոստիկանատուն կարծես նորմալ ձերբակալություն է սա կատարվում որ իրենց օրենքով մինչեւ 4 օր կարող է սպահես եւ այլս բաներ կա մեղադրանքը ինչու՞ն է կանում որ ինքը public office այսինքն պետական աշխատանքի ժամանակ misconduct իրեն վատապահել սխալ բան արել այս բանիտակա մետաքնությունը գնում հիմա ինչի մասն ենք խոսում ինքը որպես senior royal member բան եւ այլն մի հատ աշխատանքեր ուզել եւ ստացել ասած ասած իր մամայից այն ժամանակ թակուց Բրիտանիայի trade envoy հա առևտրի արտաքին առևտրի մասն ենք խոսում ոնց որ դեսպանա գաղափարը ինչ էր որ որպես royal մեկը ինքը կարողանա իր այդ շուկը ստատուսը գործածի Բրիտանիայի համար լավ առևտրական պայմանագրեր դիլեր, այսպես ասած, կարողանա ուրիշ երկրների հետ հաստատի, բան, իրեն դա շատ էր դուր գալիս, ինքը ամբողջ աշխարհում ճամփորդում էր, իրեն լավ ընդունում էին եւ այլն, այո, ինչքան էր օգուտ տալի արդեն, բան, բայց ամբողջ ռոյալ ընտանիքի գործը ինչ է այդ թաթերական բանը անել եւ դրանով երկրին օգուտ տալ